Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց, տեսնենք ինչքան կարևոր է Աստծո խոսքի զորությունը։ Եվ այս բան ուզողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե եղել է երկինքը, եւ երկիրը ջրերից, եւ ջրերը, որ մնում են հաստատ Աստծո խոսքով։ Դրա համար էլ այն ժամանակվա աշխարհը ապականվելով կործանվեց ջրհեղեղով։ Իսկ այժմ երկինք եւ երկիր պահված են այդ նույն խոսքով, վերապահված են կրակին դատաստանի օրվա եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար։ Գիտեք սիրելիներ, մենք մարդիկս այլ կերպ ենք մտածում, իսկ Աստծո տնօրինությունները այլ կերպ են։ Ինչպես ենք մենք կառուցում տունը, նախ հիմքերն ենք դնում, հետո պատերը բարձրացնում, նոր տանիքը կապում։ Աստված հակառակն արեց, նախ ստեղծեց երկինքը, հետո երկիրը։ Երկուսն էլ կանգուն են Աստծո խոսքով, հասկանալու, ընկալելու համար, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Ինչ էլ որ մարդը անի, ինչպես էլ գործի, պետք է մեկ բան հասկանա. աշխարհի թե կործանումը, թե կանգուն մնալը միայն Աստծո խոսքի զորությունից է կախված։ Ինչքան էլ մարդն ուզենա աշխարհը ոչնչացնել, վերջին խոսքը Տիրոջն է պատկանում։ Չի կարող մարդը Աստծո ստեղծագործությունը ոչնչացնել կամ դարձնել այնպեսին, ինչպիսին ինքն է ուզում։ Աստված է իր խոսքով տնօրինում։ Եվ տեսեք օրինակը բերում է երկինքը, ջրերը եւ առաջին մարդիկ ջրհեղեղով կործանվեցին։ Ինչ է լինելու հետո, երբ որ Տերը երկրորդ անգամ գա, կրակով պիտի գա։ Կրակը մաքրության խորհրդանիշն է։ Տերը պիտի իր կրակով գա ապականության, մեղավոր մարդկությանը իր մեղքերով հանդերձ ոչնչացնելու, որպեսզի արդարները արեգակի պես շողան։ Եսայի մարգարեն ասում է, որ Տերը գալու է կրակի տեսքով, իր կրակով պիտի ոչնչացնի։ Մաղաքիա մարգարեն ասում է, Տերը իր բոցով պիտի գա, որպեսզի մարդկանց մաքրի։ Ինչպես որ Տյառն ընթառաջի օրը կրակը ջահերը վառած մենք դուրս են գալիս Տիրոջ ընթառաջ ցույց տալու համար, նաև դրանով պատրաստ ենք մենք Տիրոջ գալուստին, որովհետև Տերը երբ որ գա, իր խոսքով պիտի մաքրի բոլոր մարդկանց։ Ինչ է յուրաքանչյուր քրիստոնյայի կոչում այս աշխարհի մեջ։ Մենք մարդիկս չգիտենք օրը եւ ժամը թե Տեր երբ պիտի գա, բայց յուրաքանչյուր մարդ ինքը պատրաստ պիտի լինի Տիրոջը դիմավորելու համար։ Մենք պետք է կանգնենք Տիրոջ դատաստանի առջև, ուզենք թե չուզենք, հավատանք թե չհավատանք, մենք այդ դատաստանին պիտի ներկայանանք։ Եվ ինչպես պիտի ներկայանանք, կամ արեգակի պես շողացող լույսեր, որ մենք հավատացել ու մեր կյանքը նվիրել ենք Տիրոջ խոսքով մաքրված ապրելու, կամ արհամարհել ենք իբրև մեղավորներ, պիտի ներկայանանք մեր դատաբաժիրը լսելու համար։ Ուրեմն հավատացեք Աստծո խոսքին, Տիրոջ խոսքի զորությանը, ինչ որ մեր կյանքում ամեն օր կա, ինչպես որ մենք ապրում ենք, դա միայն Տիրոջ խոսքի զորությամբ է։ Տերն ուզում է, որ մենք ապրենք, երբ որ Տերը չուզենա, ոչինչ չի կարող այս աշխարհի մեջ տեղ ունենալ։ Մեր մեղքերի հետևանքով է ապականվում այս աշխարհը։ Ինչքան որ Տիրոջ խոսքի զորությունը մեր մեջ մնա, մենք պահենք այդ խոսքը, մենք մաքրված ու սրբված կլինենք եւ առանց ամոթի մշակներ կմնանք Տիրոջ առջև։